Նանտապանում հյուրընկալել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանին, Տիկին Մինասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Մեր հարցազրույցը սկսենք Ռուսաստանի արտգործնախարարի այցից։ Հետաքրքիր է ինչ առաքելությամբ է եկել մի երկրի արտգործնախարար, որին ձեր իշխանության ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով մեղադրում են ինչպես պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու, այնպես էլ արցախցիներին լքելու, մեզ բոլորից դավաճանելու համար եւ օրերս էլ խորհրդարանի ղեկավարը ուղիղ հայտարարեց, որ այդ երկիրը մեծ գումարներ է ծախսում մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմ տանելու համար։ Իրականում անձին չանդրադառնամ պարոն Լավրովի այցը ուներ երկկողմ հարաբերությունները բարելավելու եւ ավելի հենց այդ խրթին հարցերին անդրադառնալու նպատակ, բայց հետո անդրադառնամ ձեր դիտարկումներին, առաջինը, որ Հայաստանի Հանրապետությունը թե ոչ վաղ անցյալում թե հիմա շարունակում է կրկնել եւ Ռուսաստանի Դաշնությանը մատնանշել այն խնդիրները, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանից սկսած մինչև Հայաստանի վրա հարձակում։ Եվ ինչպես տեսակ, ասուլիսի ընթացքում էլ պարոն Լավրովը հերթական անգամ փորձ կատարեց ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ը կատարել են իրենց պարտավորությունները, բայց Հայաստանի Հանրապետության ակնկալիքները եւ դաշնակցական պարտավորությունները, այնինչ կա Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցության պայմանագրի մեջ չի կատարել Ռուսաստանի Դաշնությունը եւ մենք այդ խնդիրները պարբերաբար բարձրացնում ենք եւ շարունակելու ենք բարձրացնել այնքան ժամանակ, մինչեւ Ռուսաստանի Դաշնությունը հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչել իր սուվերեն տարածքով իր սահմաններով եւ պետք չէր ՀԱՊԿ առաքելություն ուղարկել մոնիթորինգ անելու արդյոք հարձակում տեղի ունեցել թե ոչ, որովհետեւ բոլոր միջազգային կառույցները, անգամ նույնիսկ Ադրբեջանը չի երգում, որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել է։ Այստեղ մեր պետության տարածքը, սուվերեն տարածքը ճանաչելու մասին է խոսքը եւ ես կարծում եմ, որ այն կողմ բռնելը Ռուսաստանի Դաշնության կողմից սկսվել է դեռևս վաղուց 20 թվականից առաջ, պատերազմից առաջ եւ կողմ բռնել իշա Ադրբեջանի նկատի ունեմ եւ նաեւ մեղադրել Հայաստանին տարբեր լրատվամիջոցներով, տարբեր քաղաքական դեմքերի միջոցով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Պրահայում Լեռնային Ղարաբաղը եւ այդ պատճառով Ռուսաստանի ձեռքերը կապված են եւ այլ ոչինչ չէին կարող անել։ Իհարկե մեր երկրորդ նախագահն էլ է նույնը ցիտում, բայց ես հիշեցնեմ մեր քաղաքացիներին, որ դրանից առաջ տեղի ունեցել Փարուխը, դրանից առաջ Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի շրջանի վրա անգամ փոքր հարձակումներ էին տեղի ունենում, երբ այնտեղ կանգնած է ռուսական խաղապահ զորախումբը եւ որի առաքելությունն էր պաշտպանել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին։ Եվ դրանից հետո եղավ Խովայևի պլանը։ Խովայևի պլանը Հայաստանի Հանրապետությունը Խովայևի պլանին համաձայնություն տվեց եւ բարձր մակարդակով ազգային ժողովի ամբիոնից պարոն Փաշինյանը ասաց, այո, ես համաձայն եմ Ռուսաստանի Դաշնություն ձեր բերած առաջարկին, գնացեք, ստացեք Ադրբեջանի համաձայնությունը։ Դա էլ չստացվեց Ռուսաստանի Դաշնության մոտ ու Խովայևի պլանն էլ գրեթե չէր տարբերվում, այսպես ասած, հին Լավրովյան պլանից։ Եվ դրանից հետո էլի նկատի ունեմ հակամարտության ֆորմատը էլի թողել անորոշ ապագային եւ պարոն Լավրովը այս 3 նորից կրկնում եմ, որ դա լավագույն առաջարկն էր հակամարտությունը թողել ապագա սերունդներին, իսկ ես կարծում եմ, որ մեր դառը իրականությունը մեզ ցույց է տալիս, որ խնդիրները պետք է լուծվեն, ոչ թե հետաձգվեն։ Նույնը եղավ նաև պատերազմը եղավ արդյունքը, որ խնդիրները հետաձգվել էին, եւ ես կարծում եմ մենք մեր առաքելությունը, համենայն դեպս մեր իշխանության առաքելությունը, ես տեսնում եմ այնպեսին, որ մենք խնդիրները չթողենք այն սերունդներին, օրինակ եթե ես պատկերացնեմ իմ ծնողների սերունդը կամ ավելի մեծ սերունդը կամք եւ ուժ գտներ իր մեջ այդ խնդիրներին լուծում տալու եւ փոխզիջումների գնալու, մեր սերունդը չէր տեսնի այնինչ տեսավ 2020 թվականին եւ հետո։ Դրա համար կարծում եմ այդ լավագույն առաջարկը չի, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է անել։ Ինչ վերաբերում է մի հատ թեզ ասացիք դավաճանելուն։ Ես այդքան Հայաստանի Հանրապետությունում տարածված թեզ է, ես իհարկե մեր հայերիս հուզական ֆոնը կընդունեմ,
բայց եկեք աշխարհաքաղաքական հարաբերությունները, դիրքը եւ պետությունների միջև փոխհարաբերությունները այդքան մեկ հարթության մեջ չդիտարկենք, էլի, այստեղ սիրելու, ատելու եւ դավաճանելու մեջ խոսույթ չի կարող լինել պետությունների միջև հարաբերությունների մեջ, որտեղ դա բազմաշերտ է, օրինակ մենք Ռուսաստանի Դաշնության հետ հիմա ունենք տնտեսական սերտ հարաբերություններ, բայց նույն պարոն Սիմոնյանի ասած հիբրիդային պատերազմները տեսնում ենք տարբեր լրատվամիջոցների կողմից, տարբեր բլոգերների կողմից, որոնք ֆինանսավորում են Ռուսաստանի Դաշնության կողմից, անգամ հայերեն չեն խոսում, բայց հայերեն ազգանուն ունեն, եւ այդ մարդիկ այո Հայաստանի Հանրապետության դեմ վարում են տեղեկատվական պատերազմ, մարդկանց ուղեղը փորձում են մանիպուլացնել, ցավոք սրտի նրանց մոտ արդեն այս 5 տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ տեղի հաջողություն մեզ որոշակի փոփոխություններ տեղի չեն ունեցել, որտեղ մեր ժողովուրդը շատ լավ տեսել է ինչ է կատարվել, ամեն ինչ եղել է թափանցիկ, բայց իր աչքի առաջ։ Այս ընդհանուր նկարագրեցի, թե մենք ինչպիսի դիրքորոշում ունենք Ռուսաստանի Դաշնության կատարած սխալների նկատմամբ, բայց նաև մենք ունենք երկկողմ հարաբերություններ, մենք գիտեք, որ ԵԱՏՄ անդամ պետություն ենք եւ պետք է խորացնենք հարաբերությունները բոլոր պետությունների հետ, նաև ինչու՞ չէ մեր քաղաքացիները տեղեկ են մեր արտաքին քաղաքական ուղղություններից, մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք չենք բռնելու մեկ ուղղություն, մեկից կախվածություն չենք ունենալու, ինչպես ունեցել ենք այս 30 տարիների ընթացքում, որովհետև դա անվտանգային ռիսկ է Հայաստանի Հանրապետության համար։ Մենք ունենալու ենք բազմակողմ հարաբերություններ եւ Եվրամիության երկրների, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ Հնդկաստանի, ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանի դաշտում։ Ես ճիշտ հասկացա Տիկին Մինասյան, եթե մենք հայտ չենք ներկայացնելու, ինչպես հայտարարեց Արարատ Միրզոյանը, չենք ներկայացնելու, ասած մենք հայտ չենք ներկայացրել եւ քննարկումներ էլ չկան։ Հիմա ինձ հետաքրքիր այդ դեպքում մենք օրենքի նախագիծը խորհրդարանում իշխանական մեծամասնությունը ինչու ընդունեց եւ երբ որ ասում եք մենք բոլորի հետ ենք համագործակցելու, բայց բոլորս ենք չի հասկանում, որ ԵԱՏՄ-ում լինելով, չգիտեմ, մենք հայտ նշանակում է չենք ներկայացնելու, բայց ինչպիսի համագործակցություն ենք այդ դեպքում ունենալու։ ԵՄ-ի հետ համագործակցությունը միջև խորացնելը, միջև հայտ ներկայացնելը շատ մեծ շրջափուլ պետք է անցնի, ինքնից միատարր process չի։ Առաջինը մենք հանձնառություն ենք վերցրել, որպեսզի ավելի սերտացնենք ԵՄ համագործակցությունը եւ օրենքի նախագիծը դրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը քայլեր է իրականացնելու Եվրամիության անդամ դառնալու ուղղությամբ։ Հիմա խոսքը հիմիկվա մասին է, պարոն Միրզոյանը շեշտել է այսօրեական իրավիճակը, որ այո հիմա բանակցություններ չկան, բայց կան փաթեթներ, սկսած ՍԵՊԱ-ից, որը որ պետք է իրականացվի, վերջացրած այլ ԵՄ համագործակցության փաթեթներ, որ Հայաստանի Հանրապետությունը իր վրա պարտավորությունները վերցրել, որպեսզի այդ փաթեթները իրականացնի։ Ինչի մասին է խոսքը։ Վիզաների ազատականացման երկխոսությունը սկսված է։ Վիզաների ազատականացման process-ում նաև մենք պետք է ունենանք կենսաչափական անձնագրերի փոփոխություն պետք է արվի մեր անձնագրերի մեջ եւ մենք պետք է ունենանք կենսաչափական անձնագրեր։ Մենք պետք է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ընդունենք մարդու իրավունքների պաշտպանության կոնտեքստում։ Մենք տնտեսական համագործակցության առումով մեր էկոնոմիկայի նախարարությունը աջակցության ծրագիր է անում, որպեսզի դիվերսիֆիկացնի տնտեսությունը, որոշակի ապրանքներ, որոնք որ ԵՄ շուկայում պահանջարկ կարող են վայելել, այդ ապրանքների մաքսատուրքը սուբվենցիա բանով ներողություն աջակցության ծրագրով փոխհատուցում է։ Այսինքն եթե մարդը հիմա օրինակ, չգիտեմ, չոր բան է արտահանում Ռուսաստանի Դաշնությունը եւ մաքսատուրքից ազատված է, որտեղ ԵԱՏՄ տարածք է, նույն ապրանքը կարելի է արտահանել ԵՄ, որտեղ ձեր մաքսատուրքը ֆինանսավորում է պետությունը։ Նմանատիպ ծրագրերը խորացնելու են, ինտենսիվացնելու են եւ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու են, որտեղ գիտեք, որ մեր շուկան, արտահանման շուկան մանավանդ շատ կախվածություն ունի հիմա Ռուսաստանի Դաշնությունից եւ կտրուկ քայլեր անելը վնասելու է տնտեսվարողներին։ Տիկին Մինասյան, դուք նաև մենք բոլորս տեսանք, որ արտգործնախարարները ըստ էության մնացին իրենց դիրքերում։ Այսինքն Լավրովը կրկնեց այն նույն պատասխանները, որոնք ուներ մեղադրանքների մասով, Հայաստանը կրկնեց, որ մենք այո, մենք էլ մեր հերթին ունենք մեր դիրքորոշումը, որը դուք պետք է հարգեք։ Հիմա այս պայմաններում, երբ որ շփումները
ակտիվացվել են։ Որն է իշխանության հույսը, որ կարող են այդ հարաբերություններում կամ Ռուսաստանի դիրքորոշման մեջ ինչ-որ փոփոխություն լինել։ Արդյոք շփումներով հնարավոր է հասնել փոփոխությունների։ Իրականում ոչ շփումներով չի կարելի հասնել շփումների։ Այսինքն եթե մենք ընդհանրապես դադարեցնենք եւ սառեցնենք հարաբերությունները, դա միայն ու միայն վնաս է Հայաստանի Հանրապետությանը։ Շատ քաղաքացիներ էմոցիաների ընտրվելով, նաև քաղաքական ուժեր կան, որոնք էմոցիոնալ ֆոնով ասում են, այո, պետք է ընդհանրապես կտրել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, հաշվի չառնելով մի շարք հանգամանքներ։ Առաջինը շեշտեցի տնտեսական կախվածությունը, երկրորդը այն ներդրումային ֆոնը կամ այն մեծ ենթակառուցվածքային բազան, որ ունի այստեղ Ռուսաստանի Դաշնությունը, սկսած գազ մատակարարելուց, վերջացած երկաթգից եւ այլն եւ այլն։ Դրանից բացի մեր տնտեսվարողները այսօր էլ վերջերս եք տեսել հենց նույն օրը կոնյակ արտահանողների մեծ զանգված ցույցեր անում կառավարության դիմաց եւ նրանք էլ ունեն խնդիրներ արտահանման հետ կապված։ Մենք ունենք տնտեսություն, որ այսօր քիչ թե շատ մեծ մասով կախված է Ռուսաստանի Դաշնությունից եւ այդ մենք պետք է հաշվի առնենք եւ այդ հաշվի առնելը նշանակում է մեր ինքնիշխանությունը չզիջելով, մեր դիրքերը ամրապնդելով այն տեսակետը, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, պնդելով, փորձել համագործակցության եզրեր գտնել այն տեղեր, որտեղ որ հնարավոր է։ Իհարկե, հարաբերությունները տենց էլի միատարր եւ միահարթ երևույթ չեն եւ պետք է հնարավորությունները օգտագործել ամեն ինչ փորձել հարթելու։ Ես բարբերաբար եմ շեշտում այդ արտահայտությունը եւ երևի մեր քաղաքացիների ականջին կարող է ծակել, եթե մենք ասում ենք, որ մեր դարավոր հանրության շրջանում էլի տրամադրություն ստեղծող թշնամու հետ հարաբերություններ են կարգավորում, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի։ Մենք չենք կարող թշնամական հարաբերություն ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք պետք է կարողանանք բալանսավորենք եւ վերջապես էմոցիոնալ քաղաքականությունից դուրս գանք ռեալ պոլիտիկի դաշտ։ Տիկին Մինասյան, ներքաղաքական պատկերին, ներքաղաքական իրավիճակին, եթե անդրադառնանք, կարող ենք անվանել, որ այս պահին քաղաքական ուժերը բոլորը բոլորի դեմ են։ Նկատի ունեմ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան տարաձայնությունները, նկատի ունեմ այդ տանդեմի տարաձայնությունը իշխանության եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարող ենք այդպիսի բնորոշում անել, որ բոլորը այս պահին բոլորը բոլորի դեմ են, չունենք համագործակցություն, չունենք առողջ քննարկումներ եւ նաեւ ձեր կարծիքով ինչու ունենալով հակասություններ իշխանության հետ, այնուամենայնիվ այս երկու խորհրդարանական խմբակցությունները չեն միանում վարչապետին անվստահություն հայտնելու այդ գործընթացին։ Մի քիչ էլի բազմածավալ հարցվեցի, կարող է պատասխանը երկար տևի, ես ձեր հետ համակարծիք չեմ, որ բոլորը բոլորի դեմ են, սա fake, կեղծ ստեղծված միջավայր է։ Ես մի քանի անգամ շեշտել եմ, հիմա էլ եմ ուզում շեշտել, որ քաղաքացիներին փորձում են կոնսոլիդացնել յուրաքանչյուրը իր շուրջը։ Մենք գիտենք, որ համակիրների շրջանում կան տարընկալումներ, Ռոբերտ Քոչարյանի համակիրները եւ Սերժ Սարգսյանի համակիրները այդքան էլ իրար չեն համակրում, այո։ Եվ հիմա փորձում են մարդիկ կեղծ ընդդիմանալ իրար, որպեսզի իրենց շուրջը հավաքեն, ավելի ամրապնդեն այդ կոնսոլիդացիան, ավելի ամրապնդվի յուրաքանչյուրի շուրջը։ Ես ձեզ հավաստիացնում եմ եւ պարոն Քոչարյանը իր այսպես կոչված ասուլիսում ավելի ճիշտ կլինի աշխատակիցների հետ շփման մեջ, ասում էր, որ այո, Գյումրիի սցենարն ենք կրկնելու, ինչու՞ չէ, այսինքն նշանակում է, որ նրանք հանդես են գալու ոչ իրենց դեմքերով, որովհետև գիտեն, որ հանրությունը մեծ ատելությամբ է լցված երկուսի նկատմամբ էլ, կամ կարող է անգամ իրենց դեմքերով, բայց վերջնարդյունքում նրանք չեն լինելու խաղադաշտում, հետո միավորվելու են իրար հետ, որովհետև ցանկացած պարագայում Հայաստանի Հանրապետության անցյալի եւ ներկայի միջև ընտրությունը միանշանակ է, որ անցյալի ուժերը իրար ավելի հարմար են, հաշվի առնելով նաև այն ապօրինի գույքը, որ նրանցից հիմա ետ է վերցվում պետության կողմից, հաշվի առնելով այն գաղափարական եւ արժեբանական համադրությունները, որ նրանք ունեն, եւ իրանք իրար ավելի հարմար են, քան մենք նրանց համար։ Եվ վերջնարդյունքում մեկ է, նրանք միավորվելու են մի ուժի շուրջ, որը ավելի շատ ձայներն է հավաքել։ Եվ դա ակնհայտ սցենար է։ Ուղղակի հիմա փորձում են քաղաքացիների մոտ այդ fake
նարատիվը տանել, որ այո, մենք տարանջատվել ենք, իրար դեմ ինչ-որ խոսույթ ունենալ են շատ նուրբ։ Սերժ Սարգսյանը ասում է, այո, ես կհամաձայնվեմ Ռոբերտ Քոչարյանի վարչապետի տեխնացու լինելուն, այն մյուսն էլ ասում է, ես զանգել եմ պարոն Սարգսյանին հետ զրուցել եմ, այսինքն ինչ-որ փորձում են իրար հետ առաջի դեմքերով չունենալ այդ հակամարտությունը, երկրորդ, երրորդ դեմքերով են ցույց տալիս, բայց ես կարծում եմ հերթական անգամ խափում են քաղաքացիներին։ Եւ իմպիչմենթի գործընթացին անդրադարձակ ամբողջ իմպիչմենթի գործընթացն էլ այդ fake narrative-ը տարածելն է, այն քաղաքացիական, չգիտեմ ինչ դեմքեր, ասեմ ակտիվիստական դեմքերը, որոնք հանդես են եկել ի սկզբանե նախաձեռնությամբ միանշանակ արդեն զգացվում է, որ սատարում են Սերժ Սարգսյանին, նրանք այդ նախաձեռնությունը բերում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի դաշինքին հարված կարողան հասնել, ասել այ դուք չեք համաձայնվում, բայց օրինակ նույն նախաձեռնությամբ հանդես են գալիս այս ԿՊ-ից հեռացված երկու падգամավոր արդեն պատիվ ունեմ նա ասում ես համաձայն չեմ ձեր վերած տեխնացիան ուզում ասեմ impeachment-ի գործընթացում էլ քաղաքացիական պայմանագիրը ընդհանրապես դեր չունի մենք sense առանձնացված մեր ժողովրդի հետ ոնց որ քաղաքականություն վարենք մենք ուղիղ մեր ժողովրդի հետ շփվենք իրանք իրար դեմ ու այդ ամեն ինչը sense այնքան կեղծ է ու այնքան կեղծ օրակարգեր են որ ես կարծում եմ որ մինչև 26 թիվ էլ ավելի կթեժանան ավելի կեղծ օրակարգեր կստեղծվեն Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252 Jackpot Սիրելի հայրենակիցներ, մայիսի 28-ին Հայաստանի անկախության փառապանձ օրը Caesar Palace շքեղ բանկեթ-հոլում տեղի կունենա բարեգործական ընթրիք համերգ՝ ի նպաստ մեր հերոս ազատամարտիկների, մասնակցությամբ համայնքի լավագույն երգիչների։ Խանդավառությամբ մասնակցենք այս աննախադեպ հանդիսությանը, մեր նպաստը բերելով հայրենիքի պաշտպան մեր զինվորներին։ Տեղեկությունների համար զանգահարել 818 813 2252 հեռախոսահամարով High ID ինքնության քարտ կազմակերպության։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով
կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +188 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Այդ համապատկերում ինչ դեր է խաղում Էդմոն Մարուքյանը, որը անկախ պատկանողների առաջադրած տեխնացուն է, նաև պնդում է, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց այս քայլով ցույց տվեցին իրենց դեմքը, իրենք հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական հնարանը եւ այսպես ընդդիմություն իշխանություն խաղալով ելի կպայքարեն ընդդիմություն մնալու համար 2026-ին, որպեսզի թալանը չվերադարձնեն։ Էդմոն Մարուքյանը շատ լավ հասկանում է, որ անգամ այդ երկու խմբակցությունների ստորագրությամբ նա չէր կարող դառնալ վարչապետ։ Էդմոն Մարուքյանը շատ լավ հասկանում է, որ առնվազն 20 ստորագրություն պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ու վստահ եմ ներքին համոզմունք ունի, որ չի քվեարկելու այդ 20 հոգին իրան ու մենք այնքան հեռու ենք այս թեմայից, ինչքան Էդմոն Մարուքյանը կլասիկ քաղաքականությունից ընդհանրապես մեզ չի առնչվում այս թեման։ Եվ մենք բոլորս հայտարարել ենք, որ միանշանակ այս գործընթացը կեղծ օրակարգ է, մեր այդ առնչությունից չենք ուզում։ Հիմա Էդմոն Մարուքյանը ստիպում է երկու քաղաքական ուժերին, ասում է ինձ մցրեք ձեր հետ այն մրցավազքի մեջ 2026 թվականին, որում դուք երկուսդ եք խաղում։ Ինձ էլ մցրեք։ Այսինքն կստորագրեն, կգա ազգային ժողով, այսպես ասած, մի քիչ քաղաքական դիվիդենդներ կշահի, մի քիչ էլ բնականաբար կվնասվի, որովհետև ակնհայտորեն եթե գա ազգային ժողով շատ հարցեր ունենք Էդմոն Մարուքյանին եւ փորձում են ընդհանրապես 26-ի ընտրապայքարի մեջ մտնել եւ ավելին ասեմ, ինձ թվում է այդ երեք ուժերն էլ ոչ թե մրցավազքի մեջ են, որ մեր ժողովրդի համակրությանը արժանանան կամ մեր ժողովրդի ձայները վերցնեն, այլ հյուսիսի հանդեպ տենց հավատարմություն հայտնելու մրցավազքի մեջ են։ Այո, եւ երեքն էլ ունեն նույն թեզերը, տանում են նույն քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ ինչքան որ կախվածություն ունի, այդքան հերիք չի իրանց, պետք է ավելի շատ կախվածություն ունել, պետք է ընդհանուր ամեն ինչը նվիրել, Էդմոն Մարուքյանի թեզով, որ նոյեմբերի 9-ին պետք է 9-րդ կետը կատարենք եւ այլն եւ այլն։ Եվ ես կարծում եմ նրանք իրականում կարող են միավորվեն, որովհետև ես չեմ կարծում, որ շատ տարբերություն կա նրանց միջև։ Տիկին Մինասյան, ինչ եք կարծում, որն է ձեր իշխանության ամենամեծ սխալը, որից պետք է խուսափեիք ամեն գնով եւ գուցե էմոցիաներին տրվելով չեք խուսափել։ Ես կարծում դա սխալ չեմ անվանի, ես կասեմ, որ մենք շատ բաց թողումներ ունենք եւ դա չել կարող չլինել, այսպես ասած, որովհետև մենք 7 տարի իշխանության լինելով անընդհատ փոփոխություններ են տեղի ունեցել, մեծ մարտահրավերներ են եղել, բայց հիասթափությունը այսօր որ ժողովուրդը ունի մեր քաղաքական ուժից, դա ամենաշատը արդարադատության համակարգից է եւ այն արդարության ծարավը, որը ունի ժողովուրդը ու կարծում եմ, որ նախկին նախագահները եւ այն մարդիկ, ովքեր նրանց աչքի առաջ են եղել ամբողջ ընթացքում թալանել, կերել են այս երկիրը, պետք է պատժվեին, արդարության զգացողությունը ժողովուրդը դեռևս չի վերականգնել, որովհետև շատ դանդաղ է տեղի ունենում process-ները, շատ դանդաղ են համակարգերը փոխվում, շատ դանդաղ է քննչական process-ները տեղի ունենում ու ավելին չասեմ, որ շատ սերտ փոխկապակցվածություններ կար եւ այդ օրինակ 10-20 տարի առաջվա իրողությունները բացահայտելը շատ ավելի բարդ է, քան հիմա։ Բայց այստեղ ես մեկ է կմնամ շատ sense մի թեթև սուր թեզ եմ ուզում ասել, բայց երևի կընկալվի մեր հանրության կողմից։ Ես կարծում եմ, որ ես պատրաստ եմ մեր իշխանության վարկանիշի հաշվին, որ կընկնի այդ վարկանիշը։ Մեկ է մնալ այն սկզբունքին, որ մենք պետք է ստեղծենք իրավական պետություն։ Եթե մենք գնայինք ժողովրդի ցանկությամբ, ինչպես վերջերս պարոն Փաշինյանը շեշտեց, մենք պետք է իրականացնեինք վենդետա այն ուժերի նկատմամբ, ովքեր կեղեքել են Հայաստանի Հանրապետությունը։ Խնդիրը նրանում է, որ եթե
process-ը միտեղ չի կանգնում վենդետաների։ Վենդետաները եղել են մեր պատմության մեջ։ Մենք այս 30 տարի, սկսած Ռոբերտ Քոչարյանի շրջանում քաղաքական սպանություններից, վերջացած Սերժ Սարգսյանի կողմից ռեպրեսիաներից, մենք միտեղ պետք է տորմուս տանք, ստոպ տանք ու ասենք վերջ, այսուհետ լինելու է իրավական process։ Եվ այդ իրավական process-ը թեկուզ մեր վարկանիշի հաշվին է լինելու։ Եվ մենք ինստիտուտներ ենք ուզում ստեղծենք, որպես այդ ինստիտուտները հետագայում, եթե մենք չլինենք անգամ մեր դեմել աշխատեն, եթե մենք սխալներ ենք գործում։ Դա է միակ ճանապարհը ժողովրդավար կայացած պետություն ունենալու։ Եթե մենք գնանք էմոցիաներով, եթե մենք գնանք մեկը մյուսին ասելով, այ դու, չգիտեմ, հանցագործես պետքա պատժվես, մենք պետքա դատարաններ փակեինք, անցնեինք ուղղակի այդ այսպես ասած բանտերը լցնելով, որը ես կարծում եմ մեր պետությանը շատ անգամ ավելի վնաս էր տալու, քան այն վարկանիշի իջեցումը, որը հիմա ունի քաղաքացիական պայմանագիրը։ Տիկին Մինասյան, դուք արդարադատության ծառավը նշեցիք, բայց ես նաև ձեզ ուզում եմ փոխանցել քաղաքացիների նաև մեկ ակնկալիք, որ քաղաքացիական պայմանագրից այնուամենայնիվ չի ակնկալվում, որ ներկայացուցիչները պետք է ընդդիմության սադրանքներին տրվեն, ընդդիմության բառապաշարին իր բառապաշարով պատասխանեն։ Մենք ուզում ենք, որ ժողովրդին դրած իշխանությունը մնա ավելի բարձր դիրքում եւ մենք չտեսնենք այն, ինչ տեսանք մայիսի 14-ին խորհրդարանում։ Ես միանշանակ համաձայնարարություն եմ ձեր հետ, մենք պարբերաբար փորձում ենք փարատել այն, որ մեր արժե համակարգը չի փոխվել, մենք նույնն ենք մնացել, մենք երբևիցե չենք ընդունում բռնությունը, վիրավորանքը, ատելության խոսքը մանավանդ ազգային ժողովի ամբիոնից։ Ես վերահաստատում եմ, որ մեր իմ գործընկերները առնվազն այն պորտկումները, որ տեղի ունենում ազգային ժողովում, հետագայում նույն մարդիկ ասում են, որ իրենք սխալվել են եւ այդ իրավիճակը ուղղակի հանդարտեցնելու այլ հնարք չի լինում, բայց ես մի փոքր շրջադարձ անեմ այս թեմայից, երբ ասում են մեզ դուք հոգնել ենք արդեն ազգային ժողովի այս բախումներից, հոգնել ենք այս նույն խոսույթից, թալանչի, ազգադավ, թշնամի, թուրք եւ այլն եւ այլն։ Մենք խնդիր ունենք, Ժորժ ջան, մենք ունենք ընդդիմություն ազգային ժողովում, որի հետ է մեր բանավեճը։ Մենք չունենք այլ ընդդիմություն, որի հետ չունենանք բանավեճ։ Ես այս վերջերս այդ թեմայից հետո անընդհատ հարցումներ եմ անում քաղաքացիների շրջանում, ասում Ժորժ ջան, ճիշտ կլինի, որ մենք ընդհանրապես չարձագանքենք իրանց։ Ընդհանրապես ոչ մի տեսակով իգնոր անենք, որտեվ այն խոսույթը, որ նրանք են գեներացնում, անհնար է, իհարկե շատ մեր գործընկերներ շատ ավելի ցիվիլ եւ գրագետ խոսքով են հակադարձում ընդդիմությանը, բայց ես կարծում եմ, որ չարձագանքելը հնար չի, որովհետև այդ կեղծ նարատիվները մարդկանց ուղեղն է լցվում։ Այդ նրանց տարած թեզը կոռուպցիայի հետ կապված մեր այդ ասոցիացումը անընդհատ ինչ որ sense թիրախավորված մեզ ես ապշում եմ, այսինքն եթե նրանք ինչ որ բան կարող են վերկանալ ամբիոնից ասել ու դա չհերկվի կամ չհակադարձվի մեր կողմից, դա հնարավոր է ասեն դե Ժորժ ջան, ուրեմն ճիշտ են ասում, եթե դուք չեք արձագանքում։ Ես ընդունում եմ, որ մենք ունենք ճգնաժամ ազգային ժողովում, որովհետև այս մարդկանց խոսույթը բովանդակությունից զուր կա, գաղափարներից զուր կա եւ ընդհանրապես որևիցե ժողովրդին օգուտ միտված նախագիծ կամ քննարկում շատ դժվար է գտնել ազգային ժողովում, բայց մենք այլ ընտրանք հիմա չունենք, քան մենք մեր մեջ լինել մեր ընդդիմությունը, որտեղ մենք շատ հաճախ ենք քննադատում ինքներս մեզ, մենք շատ հաճախ ենք վերցնում նախագծեր կառավարության հետ պայքարներով այդ նախագծերը տանում, մենք շատ հաճախ ենք, մենք մեր մեջ ունենք մեր ներքին ընդդիմությունը, մենք ինքնակննադատության ինստիտուտ ունենք մեր մեջ անգամ, այլ տարբերակ չունենք, ընտրել են այդ ուժերին 23-26% քաղաքացիներ եւ մենք պիտի հաշվի նստենք այդ ժողովրդի ձայնի հետ։ Ես մեծ հույս ունեմ, որ 26 թվականին պատկերը էապես կփոխվի, ես մեծ հույս ունեմ, որ այդ 26 թվականի ընտրություններին քաղաքացին կհասկանա, որ ազգային ժողովը ներկայացչական մարմին է, որ իր շահերն է սպասարկում, իր մասին պետք է խոսան, իր հույզերի եւ իմ հարցան փոքրիչ Տիկին Մինասյան, այս պայքարում երբ նախկին ներկա եւ տեսնում ենք նախկիների այդ համառ պայքարը, որ իրենք պատրաստվում են թեժ պայքարը տանել, այդ արանքում այլ ընտրանքային ուժերը, որոնք չունեն ֆինանսական, քարոզչական ռեսուրս, իրենք կկարողանան կենսունակ լինել, պայքարում իրենց ամրությունը կունենան։ Ես գիտեք միշտ որ ֆինանսական ռեսուրսին են հղում, իհարկե դա մեծ դեր ունի, բայց մենք ստեղծել ենք հավասար պայմաններ։ Մեր ընտրական օրենսգիրքը այնպես ենք բարելավել, որ անգամ պետբյուջեից ֆինանսավորում կարող են ստանալ այն ուժերը, որոնք հավաքել են որոշակի տոկոս, բայց խորհրդանում չեն գտնվում։ Մենք փորձել ենք հավասար դաշտ սահմանել մեդիայում,
լուսաբանվելու տեսանկյունից մեր քաղաքական ուժերը նույն հանրային հեռուստաընկերություն կամ որը որ հանրային միջոցներից է սպասարկում կամ այլ մեդիաների հնարավորությունն են։ Այսինքն նաև եկեք հիշենք 2018-ը վաղեմի էլի մենք չունեինք ոչ մի ռեսուրս, երբ որ մենք հեղափոխություն էինք անում։ Ես շատ լավ հիշում եմ այդ գումարները ոնց էր նվիրատվություններով գալիս, մենք այդ ժամանակ ունեինք կայք, որը որ նվիրատվություններ անում, եւ մենք հրապարակում էինք լումա, պարոն Փաշինյանի էջում, թե ինչի վրա ենք ծախսում այդ գումարները։ Քաղաքական ուժերը ու ընդհանրապես քաղաքականությունը իմպրովիզի լավագույն միջոց կարա լինի։ Տեխնոլոգիաները այնպես են զարգացել, որ դու կարող ես ուղղակի հեռախոսով քաղաքականություն իրականացնել։ Դա արդարացում չի ֆինանսական միջոց չունենալ, ես կարծում եմ, որ այդ առողջ ժողովրդավարական հիմքեր ունեցող քաղաքական ուժերը պետք է ավելի ագրեսիվ քաղաքականություն վարեն, պետք է ավելի հաճախ շփվեն քաղաքացիների հետ ու դա մենակ մեդիան չի, մենակ չգիտեմ, այն ռեսուրսները չեն, որ տիրապետում է այժմ մեր խորհրդանական ընդդիմությունը։ Մեր խորհրդանական ընդդիմությունը իհարկե մեծ ռեսուրսների է տիրապետում։ Բայց այդ հնարավորությունները շատ են, ուղղակի գնացեք ապրեք մի մարզում 10 օր, դեռ մի տարի կա այդ 10 օրում դուք կհասցնեք շփվել մի 1000-2000-ից ավել քաղաքացու հետ վստահ եմ, այդ քաղաքացիների հետ ձեր շփումները կօգնեն ավելի լայն ճանաչում ունենալ, ավելի հստակ դիրքեր զբաղեցնել 26 ընտրապայքարում։ Բայց ես կարծում եմ, որ ես հույս ունեմ ավելի շուտ, որ մեր քաղաքացին այն ազատությունը, անկախությունը եւ այն արժեքները, որը ձեռքաբերվ, որը ստացել է, ունեցել է, բայց իրանից խլել են երկար տարիներ եւ ինքը վերջապես ձեռքաբերել 18-ից հետո, այլևս երբեք չի տա այն ուժերին, որոնք որ ընդհանրապես ժողովրդավարության հետ կապ չունեն։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։